Հրապարակ թերթը գրում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը երեկ այցելեց Ազատության հրապարակ։ Վրանում ակցիանողներին եւ փակ քննարկումից հետո ասաց, որ առաջարկել է, եթե որոշեն պայքարի ֆորմատը փոխել, տեղ ունեն Արցախի ներկայացուցչության շենքում։ Արցախցիներին առաջարկվել է խմբեր ձևավորել եւ այլ ֆորմատում քննարկել հարցերը։ Դադարեցնելով փողոցային պայքարը հակառակ դեպքում ոչինչ չեն ստանա։ Ակնհայտ է, որ արցախցիները դժվարին կացության մեջ են հայտնվել։ Մի կողմից իշխանությունը հետևողականորեն պառակտել է նրանց մեզ ազատ տեղեկություններով, հատկապես ակտիվ դերակատարում ունի ծնունդով Արցախցի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը փորձել է իշխանությունների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը կոտրել, աշխատել են նաև Սամվել Բաբայանը, այլ իշխանամետ արցախցիներ, եւ պայքարողները գիտակցում են, որ անհրաժեշտ է շարժումը ռեստարտ անել, նոր ձևաչափ մտածել։ Վրանում հենց այս մասին են խոսել, սակայն Շահրամանյանն ասել է, որ վերջին խոսքը խորհրդինն է լինելու, ինչ որոշում էլ կայացնեն, ինքը նրանց կողքին է, չի բացառվում, որ շուտով հավաքեն Վրանը։ Արցախցիների ֆեյսբուքյան խմբերում երեք նման հարցեր էին քննարկում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխանությունն անհանգիստ է, Փաշինյանը ԿՊԱ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ։ Իշխանությունները կարծես թե մտահոգված են Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի տների ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ԿՊԱ-ական սյունեցի պատգամավորներին հանձնարարել է գնալ մարզ, շրջել տարբեր համայնքներում, լինել Խոզնավարում ու Խծաբերդում, զրուցել բնակիչների հետ, առաջին ձեռքից ինֆորմացիա տալ, թե ինչ է կատարվում համայնքներում, ինչ հաճախականությամբ են կրակում ադրբեջանցիները դիրքերի, թե բնակավայրերի վրա են կրակում, ու կարծես թե ԿՊԱ-ականները վատ լուրերով են վերադառնում։ Իդեպ ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն Նիկոլ Փաշինյանը առաջիկայում պատրաստվում է անձամբ այցելել Սյունիքի մարզ, որպեսզի իր աչքերով տեսնի, թե ինչ է կատարվում այս առումով մարզի համայնքներում։ Ջայրով երթը մի մեծ ոսկոր է իշխանությունների կոկորտում։ Պաստորաթերթը գրում է առնվազն 1967 թվականից այս կողմ, երբ խորհրդային Հայաստանի ղեկավարները մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացմանը, առավել եւս Հայաստանի Հանրապետության անկախ պետականության վերականգնումից ի վեր միշտ սպասել ենք, թե որ երկիրը կճանաչի հայոց ցեղասպանությունը, թե որ երկրի ղեկավարը կարտաբերի ցեղասպանություն բառը։ Խնդիրն այն է, թե Փաշինյանն ու նրա ԿՊԱ-ականները ինչքան էին վախեցած, ինչքան էին իրար խառնվել, ինչ կարգի էին շփոթահար ու սարսափած, օրինակ Ջայրով երթից, որին մասնակցել է մոտ 20,000 մարդ, որոնք անմեղ զոհերի հիշատակը հարգելուց զատ իրենց բողոքն ու անհամաձայնությունն էին արտահայտում ցեղասպանությունն ուրանալու, մոռացության մատնելու դիրքորոշման առնչությամբ։ Ավելին, որքան էին նեղված թուրքական եւ ադրբեջանական դրոշներն այրելուց։ Իսկ այս տարի Փաշինյանական իշխանությունը այնքան է չափերն անցել, որ Փաշինյանը նույնիսկ դատապարտել է Ջայրով երթն ու Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը։ Վերադառնալով Ջայրով երթի հանդեպ իշխանությունների վերաբերմունքին կրկնենք, Փաշինյանական ողջ իշխանության ու նրանց սատելիտների արձագանքը ապացուցեց իրենց բոլոր վախերը։ Հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակներից խուսափելու, ինչպես նաեւ իրենց ավելի անվտանգ զգալու համար Փաշինյանական իշխանությունը գրեթե 1000-ից ավելի ոստիկանների էր կենտրոնացրել ամբողջ ճանապարհին վերահսկելու երթը, թույլ չտալու այն քաղաքական ակցիայի վերածելու հնարավորությունը։ Հրապարակ թերթը գրում է. Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ շուրջ 2 ամիս։ Գյուղի բնակիչը մեզ պատմեց, որ համայնքապետն իրենց զգուշացրել է աղմուկ չբարձրացնեք, տեսանյութներ չանեք, մամուլի բերանը չգցեք, ասել է ուժային կառույցներից են հրահանգել, բայց երբ կրակոցները դարձել են ինտենսիվ, բնակիչները հասկացել են, որ չի կարելի թաքցնել եւ սկսել են սոցցանցերում տեսանյութեր հրապարակել։ Միայն դրանից հետո ԿՊԱ-ականները մեկնել են նշված գյուղեր, ցույց տալով, թե իբր գյուղացիների կողքին են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. չնայած նրան, որ ազգային ժողովի ԿՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ուզում է ցույց տալ, թե շատ հանգիստ է վերաբերվում իր վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին, բայց ԿՊԱ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ նա իրականում շատ վախվորած եւ անհանգստացած է։ Իշխող ԿՊ խմբակցության ներկայացուցիչները երեք առանց որևէ տրամաբանական հիմնավորման դեմ քվեարկեցին Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու
վերահսկելու մասին օրենքի նախագծին։ Չնայած դրան զուգահեռ դատապարտեցին Քոչարյանի պահվածքը։ Միայն Խաչատրյանը փորձ արեց ամեն բան բարթել լրագրողների վրա, պաշտպանելով Քոչարյանին, բայց նրա մոտ էլ դա չստացվեց։ Անգամ սիրելի Արփի Դավոյանը մի բառ չխոսեց ի պաշտպանություն Քոչարյանի։ Հրապարակ թերթը գրում է ՔՊ իշխանության վերին էշելոններից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է նախընտրական ցուցակ կազմել։ ՔՊ-ում լուրեր ունեն, որ դուրս մնացողների ցանկում լինելու են ներկայիս ակտիվ падգամավորներից շատերը, իսկ գործող ազգային ժողովի ՔՊ խմբակցության մոտ 80%-ը չի լինելու։ Նիկոլ Փաշինյանն ուզում է լրիվ նոր կազմ ներկայացնել անհայտ մարդկանցից կազմված, որ կարողանա եւս մեկ անգամ մոլորեցնել Հայաստանի Հանրապետության ընտրողին եւ նրա քվեն ստանալ, համոզելով, որ նոր կադրերը կլուծեն հների չլուծած խնդիրները, մեկ անգամ էլ վստահեք քաղ պայմանագրին։ Իդեպ լուրեր կան, որ հանդես կգան իրական Հայաստան անվան տակ։ Հրապարակ թերթը գրում է Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել վրացական Georgian Train ընկերության հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կարիքների համար անվազույգերի վերանորոգման ծառայությունների ձեռքբերման համար։ Այս ծառայության արժեքը 69 միլիոն դրամ է, որը վճարվել է Երևանի բյուջեից։ Երևանի քաղաքապետարանի մեր աղբյուրը պատմում է, որ նախորդ տարիներին նույն ծառայությունը մատուցել են հայկական ընկերությունները, թե ինչպես է ստացվել, որ այս տարի վրացական ընկերությունն մասնակցել մրցույթին եւ հաղթել չգիտի։ Մենք դիմեցինք Երևանի մետրոպոլիտենին հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ միայն մեկ օտարերկրյա ընկերություն է մասնակցել մրցույթին եւ հաղթել, մինչդեռ նախորդ տարի հայկական ընկերություններն են այդ ծառայությունը մատուցել։ Խոսնակն անորոշ պատասխան տվեց, թե դա պետական գնում է, իրենք չեն կազմակերպել, եղել է բաց մրցույթ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի որոշումները սահմանադրական դատարանը մեկը մյուսի հետևից հակասահմանադրական է ճանաչում, սակայն SMS-ի արդյունքում ազատված Անդրեասյանը չկա։ Հիշեցնենք, որ Անդրեասյանի որոշումների արդյունքում դատավորներ են լքել համակարգը եւ հիմա դրանք սահմանադրական դատարանն հակասահմանադրական է ճանաչում։ Եվ այս տրամաբանությամբ կանխատեսելի է, որ միեդից առաջիկայում լավ լուր չի գալու դատավորների դիմումների մասով։ Դրա համար էլ մի քայլ առաջ ընկնելով ԲԴԽ-ի որոշումները հակասահմանադրական է ճանաչում բարձր դատարանը։ Հիշեցնենք, որ լիազորությունները դադարեցրած դատավորները դիմել են մի ետ, որը դատավորների գանգատը ընդունել է վարույթ։ Ուշագրավն այն է, որ դատավորների գրեթե զգալի մասի գործերը միացվելու ու քննվելու են մեկ վարույթու մի եդի այս որոշումը աննախադեպ է այն առումով, որ ըստ էության եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում եւ առաջնահերթություն սկզբունքով է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։ Սա ենթադրել է տալիս նոր ապտակ է սպասվում բարձրագույն դատական խորհրդին։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ այլևս ոչ մի դատավորի լիազորություն բարձրագույն դատական խորհուրդն 5 կողմ ձայնով չի կարողանա դադարեցնել։ Սահմանադրական դատարանն բավարարել է Արթուր Ստեփանյանի դիմումը, հայտնելով, որ վիճարկվող հոդվածի 6-րդ մասը հակասահմանադրական է։ Փաստ օրաթերթը գրում է Փաշինյանը ցանկանում է մոռացության տալ ցեղասպանությունը։ Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը սովորություն է դարձրել հայոց ցեղասպանության հիշատակի օրվա իր ավանդական ձևական ուղերձները զարդարել օրիգինալ թեզերով, որոնք ըստ էության արդարացնում են նրա արտաքին քաղաքական կուրսը։ Այս տարի ցեղասպանության 110-րդ ամյակի կապակցությամբ ունեցած իր ելույթում Փաշինյանը շարունակեց նույն գիծը։ Ճիշտ է, այս անգամ նա հայ ժողովրդի համար հոգեվերլուծության սեանս չանցկացրեց, փոխարենը հուշեց, թե ինչպես պետք է նշել այս օրը։ Նրա կարծիքով հայերը պետք է սահմանափակվեն անձնական ցավով եւ ներքին ապրումներով, իսկ ցեղասպանության հիշատակն ավելի ճիշտ կլինի վայելել, բացելով սահմանները հարևանների Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Փաշինյանի համոզմամբ սա կլինի հենց այդ նույն հարևանների ձեռքով սպանվածներին, մեր ժողովրդի բոլոր զոհություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան։ Այս ուղերձի աբսուրդայնությունը շատ հստակ ի ցույց է դնում, թե որքան անբնական է իշխանության թուրքամետ կուրսը հայ պատմաքաղաքական իրականության համատեքստում։ Զավեշտալին այն է, որ Փաշինյանի համար ցեղասպանությունը իրադարձություններ են, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում։ Ահա ձեզ ֆոկուս-մոկուս, ինչպես ցեղասպանության մասին խոսքում օգտագործել Օսմանյան կայսրություն արտահայտությունը առանց մեղադրական ենթատեքստի։ Ահա այսպես։